Ես մի կոմը մի քիչ կանաչ է, այնի լրիվ չորա։ Այստեղ լրիվ ծիրանի տանձի այգիներ ա եղել վերևը, մի քիչ վերև, որ նայում ես լրիվ չորացել ա, այնտեղ կիսա չորացած ծիրանի ծառեր են, կամ ընդհանրապես ծառեր չկա, արդիներն էլ արդի կողքնի ատիներ։ Բա ինչ արնելու հետո, որ սենց չորացավ լրիվ։ Հետո դառնալու է անապատ։ Այստեղ այս հողը անապատային գոտի է համարվում Արարատյան դաշտը։ Էլ ահագին վերև կա, որ հասնի կիսա անապատային գոտի, այստեղ որ արհեստականորեն ջրում են, լրիվ ավազային ու սա ամեն ինչը սովետի ժամանակ ստեղծված այլ է, որ անկախությունը ստացավ Հայաստանը, դրանից հետո հողերը բաժանվեց, ընդհանուր գալի աշխատում գնում էին, որ պետական բաները սանում չէ, հետո բաժանվեց ու տենց մարդիկ չիմանալով ինչ է այդ կապիտալիզմը, եկան ու փորձեցին ամեն մեկ իր հողի վրա ինչ-որ մի բան ձեռնարկի, բայց դե որ տենց մենակ լսել էին, ոչ մի բան էլ չկարողացան անեն ու հետո էլ համապատասխան պետական բան չկար էլի, կառուցված, որ այդ ամեն ինչը կարգավորեց։ Ոնց որ գողականի ասված բեսպրի ձել է էլի Հայաստանում։ Ոնց ինչ նորմալ ոչ մի բան չկա։ Հիմա լուծումը որտեղ ես տեսնում։ Իշխանության աջակցության մեջ։ Հիմա բարդ է։ Լուծումը սկիչ չեմ տեսնում։ Այս մարդիկ կանի գիտեմ էլի։ Հայ ազգը լուծում չգիտեմ, չեմ պատկերացնում։ Հա, բայց դու ստեղ ես ապրում ու դու էլ ունես հողամաս, ինչ ես պատրաստվում անես։ Ոչ մի բան չեմ ուզում։ Չափ չարստանամ չեմ գամ։ Այս հողը չես կարա որպես ինչ-որ բանի աղբյուր մշակես։ Այս վիճակում չես կարա։ Դաժե ձևը չգիտես է դու։ Սենց անդունդ է գոյացել, ամեն ինչի մեջ անդունդ է։ Ոնց ասեմ, ոչ մեկ իր գործը չի անում, ոնց կարա դժգի։ Չգիտեմ ոնց պետք է արվի, որ ամեն մարդ իր գործը անի։ Բա ոնց պիտի հարստանաս, որ գաս հողը մշակես։ Եվ եթե բանն ես կռիվը լինի, եթե դառնամ գեներալ։ Լավ, կատակը մի կողմ։ Չգիտեմ։ Երևի իմ գործով զբաղվեմ, սիրած չնստեմ։ Մասնագիտությամբ։ Ինժեներ չափագետ։ Մասնագիտությամբ ես հարստանալու։ Միգուցե։ Այդե հարստանալը այդ չի նշանակում դառնալ օլիգարխ էլի։ Հարստանալը նշանակում է կյանքը չգիտեմ ոնց կփոխվի։ Մյուսներին էլ ես քո հասակակիցներին, համագյուղացիներին ինչ ես կոչանում, իրանք էլ հարստանան կան։ Մի բան ասա իրանց։ Կոչեմ անում այդեն դպրոց։ Չեմ կարող ասեմ, բարդ է։ Ես էլ եմ խճճում։ Հիմա ինչ չգիտեմ ինչ։ Գնան դպրոց, այսինքն գիտելիքն է պակասում մարդկանց։ Հա, էլի, դե ինչ որ երբ անկախացել են, դրանից սկսած գիտելիքն են առաջին հերթին դպրոց հիմա չկա, գոյություն չունի, այսօր պատճառները շատ խորն են, էլի, դժվար է ասել։ Հիմա գնում ես դպրոց կոֆե խմելուց այն կողմ բան չեն անում, բայց դե մութ թվերին մարդկանց փողը սոված նորմալ հələ մի քիչ են, որ հələ սերունդը դառնա չգիտեմ ինչ կանի, փոխվի, այն հույսով որ լավ կլինի, էլի բան են անում, չէ։ Ուսուցիչը դասատուն ինքը իր դերի մեջ է, ուսուցիչը ուսուցիչ է, ինչ որ չափ մնացել է։ Հիմա լրիվ ասենք փողի համար, բայց այդ ուսուցիչը ոնց որ մի քիչ ամենա նվիրվածություն պահանջող մասնագիտությունն է, որովհետև այդ մարդիկ այսօր որ 3 են դնում 0-ի աշակերտին, 5 են դնում 0-ի աշակերտին, որը չի սովորում, որը սովորում է ոչ մի բան չանելով ինչ-որ գնահատական ստանա, իրականում կյանքը գնահատականների մեջ չէ։
արդյունքում ես կստանանք իրանք թե ուզում են իրանք համար լավ լինի իրանք պետք է նորմալ ամեն մեկ իր գործան պետք է նորմալ սերունդ դաստիարակվի որ փոխի բայց դե այս ռեսուրսով այս վիճակով նորմալ սերունդ չես կարող դաստիարակել հələ մի քիչ Երևանին մոտիկ ենք Երևանում որոշ չափով իհարկե բանը կատարվում է բայց դե էդի հեռու է էլի այդ մարդկանց մեջ ու սովորական մարդկանց մեջ էլի անդունդ կա էլի բայց Երևանը ինչով է լավ այնտեղ ինչով է լավ ասեմ այնտեղ հնարավորություն կա շատ մարդկանց հետ շփվելու հարցեր լուծելու չէ հարցեր լուծելու չէ այնտեղ այս մարդիկ իրանց սոցիալական խնդիրներից վերեր այսինքն առաջին խնդիրներից այնտեղ որ պահանջմունքներ կար բուրգ կա չգիտեմ իրանք չեն կարող այդ բուրգից վերև հելնեն որ հասնեն այդ սոցիալականին այդ շումելի համակեցության մակարդակին թե ոնց իրար է մարդկանց թույլ չեն տալի այդ մակարդակից բարձրանալ այսինքն կրթությունը խեղաթյուրում են ոբշեն որ կարողանան իրանց դեբիլ հալով կառավարեն եթե այս մարդկանց ասնես մի բանը սենց չի իրանք ստացում են կարող դավաճան չգիտեմ ինչ է պետքով էլի միակ թերությունը մեր որ ճշմարտությունը մենք միշտ պահում ենք մարդիկ ճշմարտության համար ասենք պայքարում են այնտեղ ասենք ցույց են տալիս ֆիլմերում հա պաշտպչոցին են մենակ նայում բայց դե այդ չէ էլի իրենց կյանքի ձևերին մի քիչ կարելի է նայել ասենք այնտեղ լավ տղեն լավ մի քիչ ճակերտա որ լավ տղեն մլիցեն էլի որովհետև ինքը ըստ օրենքի է դրված այդ որ իրավունք մարդկանց պաշտպանել այլ ոչ թե ինչ որ գողականն է որը որ չի կարա էլի երկու որ ասում են թե այդ գողականի միջոցով ինչ որ հարցեր է կարգավորվել հասարակության համար չէ այդպես չի հանցագործը չի կարա եթե մի բանը հանցագործա թող կոչվի հանցագործ թե մեկը ոստիկան է թող ոստիկան կոչվի իր գործը նենց անի որ մարդիկ իրեն հարգեն շունչ ասեն այն մյուս բառը չեն ասում ինչ են ասում դիմաց էլի ասեմ այդ մարդիկ է ասենց այդ ոստիկաներն է թեկուզ իրանք էլ հրաման վախը իրանք էլ այդ նույն կրթության մեզնից են դուրս եկել ուրիշ տեղից իրանք չեն բերի գցել բայց նայ տես դու գյուղի մեծերին ես ուզում ինչ որ բան ինչ որ բան ես ուզում ասես որ քեզ չեն լսում հա ուզում հա այդ ասած ես որ իրանք իրանց մտածողությունն ունեն դու փորձես երևի քո հասակակիցների հետ որտեվ ի վերջո սերունդը փոխվում է պետքա դուք լուծումներ գտնեք ինչ որ գյուղը պահելու համար գյուղը ինչ պահես կանաչ պահելու համար սերունդը մարդաշատ պահելու համար ինչ որ բան արվում է երիտասարդության կողմից մտքեր կան էլի որոշակի բավորում ասեմ թե առանձին մարդիկ կան որ մտածում են ինչ որ պահերի միավորվում են բայց քանի որ էլի լրիվս ինչ որ ապրելու խնդիր ենք լուծում այդ չի կարում էլի հոսանքը չի մեծանում էլի ոնց որ չռի կլինի բարակ ջուր լինի հա մտածում ենք ինչ որ բաներ անենք որ մարդիկ ինչ որ բաներ տենան այս մարդկանց իրականում զրկել են աշխարհը տենալու հնարավորությունից դրա համար իրանք ճահճացել են որ մարդկանց վերացնելը որն է ասենց ապրելը վերանալուց վատ է այսօր գյուղը հա ասենք նա պետությունն ինչ որ դոտացիաներ եկավ ամեն տարի ոնց կարան հենց լինի եթե ես մեր գյուղի համար չեմ ասում ընդհանուր եմ ասում որ միշտ այդ պետական հատկացումներ ունեն ու միշտ այդ մի խնդիրների առաջ կանգնած են հետևանքը են լուծում էլի են էլ այս ճակերտավոր թղթի վրա կամ ասֆալտով են հետևանքը լուծում էլի այդտեղ չի լինի պատճառը պետք է ու միշտ ոնց ալնում ամեն անգամ այս ինչ խնդիրը կա հա կան խնդիրներ որ ցիկլիկ այդպես պատտվում են ամեն տարի կարան լինեն բայց այնպես խնդիրներ կան որ տես բան չի լինում էլի այսինքն գործ չեն անում իրանք ես չեմ կարող ասեմ ինչ են անում փողեն ուտում ես ընդհանուր եմ ասում չեն ուտում ես չեմ կարող էլի մինախ կանգ բայց դե արդյունքից ամեն ինչ պարզ է դառնում արդյունքը այս մարդիկ ստեչն է այսօր երեսես ստեչ ուզում եմ երես եկավ
50 մարդը էթա Ռուսաստան աշխուժի։ Այդ չեն բողոքում լավ է։ Կարևորը Կարևորը չբողոքելով հա էլի մենք ինքներս քայլեր անենք։ Տենց չի։ Հա մենք շատ ենք ազատ։ Դե իրական է, մենք պետք է այնքան քրտնենք, որ ինչ որ ասենք էլի ինձ երկելով չի հայրենիք երկելով չի ամեն ինչ լավ է ես սիրում եմ չգիտեմ մարդի սարը վայրն Ոբշեմ էլի ամեն մեկը պետք է իր ինդիվիդուալությունը օգտագործի ու հասկանա էլի Այդ ասեմ կյանքը իրոք շատ արդար է ես ինչով է արդար որովհետև պես արդար է որ արդար ասել ինչ է որ այս տառը այսքան բերք է տվել ու ճկռը ջարդվել է ինքը ուրիշ բան չէր կարա սպասվել էլի այսինքն մարդկանց այսքան խնդիրներ այսքան բաները արդար կյանքը պատժում է արդար ձևով կյանքը այն դատավորները չեն ծախված կյանքը ճիշտ տեղը տեղին ու մենք դրանից էլի չենք սովորում ոնց պետք է ասում են կյանքը անարդար է չէ արդար է Պրոստը մենք դրանից ճիշտ հետևությունների չեն գալիս, ճիշտ լուծումներ չեն գալիս։ Չի որ ուշահատված են, պրոստը մի քիչ ուշահատվել չկա ջայ։ Ես խոսքի մարդիկ եմ ճանաչում իզնից մի տարի, միշտ իմ հասակակից մեր փոքր։ Ես ով եմ, ասենք, մարդը ջահել տղեն, որ կյանքի իրա դեմնա ոնց կարասի ես ով եմ բան չեմ կարող պետք է նախ իրանա ամոթ բան չկարեն ասել անես պետք է տենց չմտածես որովհետև դու ամեն ինչ ես որովհետև էլի մեկը չգիտեմ էլի կյանքի արժեքը որն է պետք է նախ պատրաստ լինես մեռնել ասելով ասենք դժվարություններ էլի պատրաստ լինես նոր որ իմանաս ապրել մարդիկ չգիտեմ էլի Հիմա իրանց զրկել են հասկանալու հնարավորությունը չեն տեսես ոնց կար ասենք այն մարդը այսօր որ չի տեսել ինչ-որ մի բանը դրա մասին մտածի ես անդունդը ասելով ի նկատի ունեմ որ ասում անդունդը որ այն մարդիկ որ գիտեն շատ բան ու չեն փորձում կիսվեն էլի իրանց գիտելիքներով այսօր քիչ ինչ-որ խմբեր հա ձևավորվել բնապահպանական լեսնան բան բայց դա էլի քիչ է էլի Այդ որ գալստուկով իբր թե մտավորական են էս յանեն այսօր եթե իրանք չեկան այս մարդկանց հետ կիսվելու իրանք խնդիրները հա ասենք լավ գիտեն որ չարժի էլի ինչ որ ձևերի մեջ բարձրացնել որովհետև այդքան խոսալը արդեն այնքան մարդիկ են լինում խոսում անիմաստը բայց իրանց այդ ռեսուրսը կարան էլի ճիշտ օգտագործել չեմ անդունդա գոյացա ազգին ինչ որ խմբեր են բան ու մենք հաստատ չեն կարան գեներալի ինչ-որ սպանելով փոխենք էլի այդպես կամ չգիտեմ այդ դրանց փոխելու ձև ուրիշ մարդիկ մանգան կցեն որն է փոխելու ձևը որ իմանամ ինձ թվում է այդ մարդկանց ամեն ինչ մի քիչ իմաստն դիտողին ասում ամեն ինչ մեկը մյուսից կախված այսօր կարող է թիթեռ ընդ թևը շարժում է չոր հա մյուս կիսագնում ինչ-որ երկրաշարժ լինի ու այդ պատճառների մեջ լինի, որովհետև ամեն ինչ դինամիկ իրար հետ կապված է, էլի։ Հա, բայց թե ինչքանով ինչ չես կարող իմանալ, որովհետև այդ ֆունկցիոնալ կախվածությունը չես կարող դուրս բերել։ Ովքեր տենց, հա, ինչ պետք է անես, որ փոխես։ Հա, ինչ ասեմ ինչ-որ մի պահի մենք եթե ինչ-որ բան է ստացվել մեր սխալն է էլի որ այս եկելա սենց է ստացվել այսինքն եթե ինչ-որ մի հանցագործ ինչ-որ պահի եկելա դարելա չգիտեմ ինչ պաշտոնյա այսօր այդպես մարդիկ շատ կան պարզ երևում են որովհետև եթե տենց չլներ սենց մեր վիճակը սենց չէ որովհետև ինչ-որ պահի ինչ-որ մարդիկ որ հասկացել են որ կարա տենց բան լիներ հետագայում ինչ-որ իրանք գիտելիք են ունեցել որ հասկանան այդ մարդիկ լռել են այդ մարդիկ թույլ են տվել որ գա հասնի ստեղ
Այդ է մեր խնդիրը, ճշմարտությունը կոծկել հնարավոր է։ Այդ մեր հայերի խնդիրն է, հա, բան էլ կա, որ ինչ-որ չգիտեմ, բայց դե բաները կա, ես կարալ ես բան ես ասում մի խոսա, չգիտեմ ինչ, բայց դե որ չխոսած չի հայտ գա էլի խնդիրը։ Չկա խոսում եմ հիմա։ Խոսում ենք, մնում է գործենք։